Պարոն Թորոսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ անկախիկի անցնելու պարագայում նաև մեր քաղաքացիները հետվճարային համակարգի շնորհիվ հավելյալ գումարներ կարող են ստանալ, ուզում եմ նաև հիշեցնել գործընկերներին եւ հարց տալ ձեզ, մասնավորապես այն մասին, որ նաև անկախիկ ձևաչափով կենսաթոշակները վճարելու պարագայում հավելյալ ֆինանսական բեռեր նաև պետության վրա ծառանում, այ 25-ի պարագայում մենք հավելյալ որքան գումար ենք ծախսել եւ արդեն անկախիկին անցնելու դեպքում նաև ինչ ծավալի խնայողություններ կունենանք։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, տարեկան գումարը մոտ 600 միլիոն դրամի մասն է խոսում, որը 600 դրամի մասն է խոսքը, որը վճարում ենք Հայփոստին։ Հիմա այս տարի իհարկե ամբողջը չի որ կխնայենք, որտեղ առնվազն որոշ քաղաքացիների հունվար, փետրվար, մարտ ամիսները այնուամենայնիվ կանխիկ է վճարվելու, բայց դրա ճնշող մեծամասնությունը ըստ էության կխնայվի, մյուս տարի ընդհանրապես ծախս չի լինի եւ դա կուղենք արդեն մեր բյուջետային գործընթացի շրջանակներում մեր այլ կարևոր ծրագրերին, այսինքն ինքը քիչ գումար չի նաև խնայողության տեսանկյունից։ Այո, եւ ես կարծում եմ, որ այդ քեշբեքի մեխանիզմը շատ լավ մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս թիրախային բազմաթիվ այլ միջոցառումներ իրականացնել եւ զարգացնել այս տրամաբանությունը, ըստ էության բարձրացնելով թոշակները։ Դա հնարավոր չի անել կանխիկի պարագայում, որովհետև ըստ էության կանխիկ վճարման պարագայում կապն է կորում մեր թոշակառուների հետ կամ նպաստացողների, բայց հիմա մեր քայլերը վկայում են նրա մասին, որ դա հետևականորեն զարգացող համակարգ է, ես արդեն 20% է, չէ, հետ վճարի 20% մինչև 10,000 դրամ։ Տեսեք, ըստ էության թոշակառուները մեր հարգարժան ազատված են ԱՀՀ-ից այլևս դեռ ավելին, օրինակ դեղերի մասով եւ այլը եւ այլը։ Ուզում եմ ասեմ, ստեղ նաեւ թիրախային ֆիսկալ քաղաքականություն անելու լավ հնարավորություն ենք ստանում, որպեսզի նաեւ հարկային արտոնությունները լինեն ոչ թե խառը, անթիրախ, այլ շատ կոնկրետ ու շատ թիրախավորված։ Եվ այս իմաստով ես կարծում եմ այդ համակարգի գոյությունը ապրիլի 1-ից ինքը շատ լուրջ ու մեծ արժեքավոր գործ է, որ մենք արեցինք։ Համաձայն եմ պարոն Գրիգորյան, իրականում ապրիլի 1-ից ընդամենը շատ փոքրաթիվ քաղաքացիների համար է սկսում, բոլոր մնացածի համար դա արդեն իսկ աշխատում է հունվարի 1-ից 20%-ով 10,000 դրամի չափով եւ թվերը վկայում են դրա մասին եւ տենդենսներն էլ են դրա մասին վկայում։ Ես սա նաեւ խոսում եմ այդ արձագանքելիությանը մասին, այսինքն մեր քաղաքացիները ակնհայտորեն արձագանքում են այդ մեր գործիքին, որը մենք տվել ենք։ Ես գիտեք ինչ նկատի ունեի։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե 20,000 կամ 30,000 մարդ դեռևս չէր մասնակցում, մեր հնարավորությունները միջոցառումներ իրականացնելու սահմանափակվում էր։ Ես այդ տեսանկյունից եմ հարցին նայում։ Հիմա դուք ունենալու եք ամբողջական ըստ էության համակարգ, որը ձեր համար դառնալու է սոցիալական աջակցության թիրախավորված գործիքներ տարածելու ռեալ գործող կարծում եմ հարթակ։ Մինչև ապրիլի 1-ը մենք չունեինք, որովհետև միշտ ուզում էինք ինչ-որ գործողություն անեինք, միշտ ասում էինք, բայց ինքը ամբողջական չի ֆոկուս խումբը, որովհետև այդ կանխիկով խզվում էր մի մասը եւ մենք չէինք կարողանում մեր նպատակը տեղ հասցնենք։ Մենք առաջ օրվանից իհարկե շատ մտածում էինք, որ ինչ ափսոս է, որ քեշբեքի համակարգից չեն օգտվում մեր քաղաքացիները, որոնք մինչև հիմա ստանում են կանխիկ։ Մի վերջի բան էլ եթե թույլ կտաք, միշտ մոռանում եմ ասել, բայց կարևոր է, մենք ունենք նաև 2% հետվճարի համակարգը, որը գործում է բոլորի համար եւ եթե մեր կենսաթոշակառուները նպաստառուները ընտրեն արկա քարտեր իրենց վճարային տեսակ, նաև նրանք կստանան այդ հավելյալ 2%-ը, որը քիչ գումար չի կրկին ընդհանուրի մեջ նայելով։ Հիմա իրենք իրավունք ունեն այդ քոբեջ քարտերը ընտրեն որպես թոշակային քարտ։
Այո, պարզապես բանկեր կան, որ չեն տրամադրում, բանկեր կան, որ տրամադրում են, հույս ունենք կշատանան այդ բանկերը, որ տրամադրում են, կամ քաղաքացիներ իրենք կթեքվեն դեպի այլ բանկեր, եւ կան շատ քաղաքացիներ կան, որ արկա քարտից են օգտվում։ Շատ լավ է, շատ լավ է։ Խնդրեմ հարգելի համեցեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն, ես մի փոքր լրացում ուզում եի անել, պարոն Գրիգորյան, ձեր ասացի շրջանակներում, որ այս նաև տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տվել ոչ միայն սոցիալական քաղաքականության թիրախավորման, այլ հենց նաև առողջապահական ծախսերի առումով շատ ավելի խնդիրները հասկանալու եւ մեր նաև միջոցները ուղղելու այդ խնդիրները լուծելուն։ Մենք բոլորս գիտենք, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները եւ դա արդեն փաստվում է նաև հավաքագրված տվյալներով, որ ծախսի հիմնական ուղղություններից մեկը դեղորայքի, քրոնիկ դեղորայքի գնման գործընթացն էր, եւ ըստ էության մեր 65+ քաղաքացիներին պետությունը ապահովագրելով մեծամասամբ նրանց հենց կենսաթոշակային ծախսերի մի հատված վերցրեց իր վրա, ինչը նաև ազատում է միջոցներ այլ ծախսեր իրականացնելու համար։ Պարոն Գրիգորյան, իհարկե մենք մեր ուրեմն վիճակագրական տվյալները կամփոփենք եւ կներկայացնենք, բայց մի քանի օրինակով ասեմ, որ մեր միջին էլեկտրոնային դեղատոմսի արժեքը, որ այսօր մեր 65+ քաղաքացիները քրոնիկ հիվանդությունների մասով ստացել են, մի 10,000-ից ավել է, այսինքն մենք ունենք 5,000, 10,000 մինչև 20,000 դրամի ամսական արդեն պետության կողմից փոխհատուցված գումարներ։ Սա նշանակում է, որ այս մեր քաղաքացիների կենսաթոշակի խնայողության առումով նման պատկեր ունենք։ Շատ լավ։ Այդ հատուցումը ապահովագրության մեխանիզմով է։ Շատ լավ։ Այս իրականության մեջ նո հիմա երևի մոտ ապագայում ես կարծում եմ այդ երկու համակարգերը համադրելով շատ հետաքրքիր նոր արտոնությունների մասին կարող ենք խոսել։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք։ Պարոն Գրիգորյան, ձեր մի դիտարկմանն եմ ուզում արձագանքել, երբ ասեցիք, որ ըստ էության այս համակարգը դառնում է մի գործիք հետագայում ավելի թիրախային սոցիալական քաղաքականություն իրականացնելու համար։ Ես կարծեմ այն պահից, երբ որ մենք կկարողանանք ոչ միայն վճարման փաստը, վճարման գումարը ֆիքսել, այլ նաև այդ վճարումը թե ինչի համար է արվում, դա ֆիքսել, այդտեղ կարող ենք այդ թիրախայնության մակարդակը ել ավելի մեծացնել, օրինակ այնպիսի ապրանքների նկատմամբ, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, սա իրոք մեծ հնարավորություն եւ դաշտ է բացում նման բանի համար եւ հուսով եմ դա կունենանք ինչ-որ մի պահի։ Ես կարծում եմ, որ դա հաստատ կունենանք, պարոն նախարար, որովհետեւ այն տվյալը թվային, որ մենք ստանում ենք անկանխիկի քարտի օգտագործմամբ, հնարավորություն է տալիս կոնկրետ մինչև ապրանքի արտոնյալ գին ապահովելու գործիքակազմ կիրառել։ Ես հիմա իհարկե երևի էլի քննարկումներ կունենանք ավելի մանրամասն մի ուրիշ առիթով կխոսենք, բայց ես դեղորայքը հենց դրա համար էլ օրինակ բերեցի, որովհետև ըստ էության անկանխիկ գնված դեղորայքի պարագայում թվային տվյալը, որ պետությունը ստանում է, մենք տեսնում ենք, որ ծախսը արվել է դեղորայքի վրա, որովհետև ՀԴՄ-ով այնուամենայնիվ կամ երևում է կամ շատ շուտով այլևս երևալու է, որ այդ ծախսը արվել է դեղորայքի վրա եւ շատ կոնկրետ առնվազն տուփի մակարդակով։ Ինչը նշանակում է, որ եթե մենք մտադրություն ունենք այդ իմաստով օժանդակություն կամ աջակցություն իրականացնել, ինքը շատ կոնկրետ է լինելու, շատ կոնկրետ քարտի վրա է լինելու, որով այդ գնումը կատարվել է, որովհետեւ ստիպված չլինենք էլի շատ մոտավոր գլոբալ ֆիսկալ արտոնություններ քննարկել, որը առաջի հերթին արդյունավետ չի այն թիրախի համար, որի համար մենք մտածում ենք, որովհետեւ մենք որպեսզի այսօրվա իրավիճակում որպեսզի թոշակառուն արտոնություն ունենա դեղ գնելից, այդ արտոնությունը ես էլ եմ ստանում, որովհետև մենք թիրախների ենթակառուցվածքներ չունենք, ինչը նորմալ չի։ Այս ենթակառուցվածքը ես կարծում եմ այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի։ Այլ կարծիքներ, հարգելի գործընկերներ, կարևոր հարցի հետ կապված։
Առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց, շնորհակալություն պարոն Թորոսյան, նիստը ավարտվեց, շնորհակալություն։